Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գոտում իրավիճակը միշտ էլ մնում է լարված։ Կրակոցների թիվն է միայն մերթ-ընդ-մերթ ավելանում կամ պակասում։ Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումները Ադրբեջանի կողմից նկատելիորեն ավելացել են։ Պաշտպանության նախարարը դա պայմանավորում է տարածաշրջանային եւ ներքաղաքական զարգացումներով։ Վերջերս օրինակ Ադրբեջանը նշում էր իր բանակի տոնը եւ դրանով պայմանավորված հարևան երկրի ագրեսիան ավելի էր ընդգծվել։ Դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց դիպուկահարների, տարբեր տիպի հրաձգային զենքերի, նույնիսկ նռնակաձիգներից են կրակոցներ եղել, որին մեր դիրքապահների տեղում իրադրության գնահատման արդյունքում տրվել են համարժեք պատասխաններ։ Շատ դեպքերում մեր տղաները նաև կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, նշում է Սեյրան Օհանյանը։ Մի քանի օր առաջ որոշակի լարվածություններ նկատվում նաև Տավուշի մարզում։ Ադրբեջանի զինուժը գնդակոծում էր սահմանային գյուղերը։ Տուժածներ մեծ առումով չունենք, բայց արժանի պատասխան մեր դիրքապահների կողմից տրվել է։ Պաշտպանության նախարարի հետ ճեպազրույցի առիթը քաղաքական ֆորումներ։ ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժի ինտեգրումը, խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում թեման քննարկելու են հրավիրել Պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Արդեն 20 տարի գտնվելով ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, Հայաստանը միջազգային անվտանգության ապահովմանը զուգահեռ զարգացնում է ինչպես իր պաշտպանական ներուժը, այնպես էլ խաղաղարար բաղադրիչը, նշում է Սեյրան Օհանյանը, հավելելով, որ խաղաղարար միջոցառումները Հայաստանն իրականացնում է ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ այլ միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է, նշում են Սեյրան Օհանյանը եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նախարարից հետաքրքրվում ենք, ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին այն ժամանակ, երբ խախտվում է հայկական գյուղերի անդորը։ Իրավիճակն այնպեսին չէ, որ դիմենք, հետևում է պատասխանը։ Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր մանր խախտումների դեպքում հայկական բանակը չպետք է կարողանա արձագանքել, ապա այդ բանակը այլ ինչի է հարկավոր։ Այսօր հայկական բանակը օրըստօր է ամրանում, կատարելագործում է եւ ավելի մարտունակ է դառնում։ Այսօր հայկական բանակը ի վիճակի է ինքնուրույն այդ խնդիրները լուծել եւ դա նորություն չէ։ Երկօրյա ֆորումի ավարտին նախատեսված է հայտարարություն այն մասին, թե ներկա փոփոխվող աշխարհում որքան կարևոր է կայունության ու անվտանգության ապահովումը տարածաշրջաններում եւ դրանցում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների դերը։ Թերեզա Կադայեվյան, Նարեկ Եղիազարյան, Ժամը լրատվական։